Սարգսյան Արմենն է եթերում։ Շատ լուրջ գործողություն ունենք անելու մենք։ Մհերը ունի քույրիկ եւ եղբայր։ Լիլի դու պատկերացնում ես ում կողմից կլինի անակնկալը։ Ովքեր գտնվում են օվկիանոսից այն կողմ։ Սերոժան եւ Ռիման։ Նրանք որոշել են մհերի նշանադրության առիթով անակնկալ անել։ Սարգսյան Արմենն է եթերում այսօրվա մեր հանդիսավարը ու գեղեցիկ կազմակերպել է առիթը հիմա մեր հետ էլ կմիանա, այդպես ավելի գեղեցիկ կազմակերպենք, չէ՞։ Հեսա մի քիչ սպասի թող Վարդանը բերի տեղեկատվական կենտրոնը։ Շատ լուրջ գործողություն ունենք անելու մենք միասին։ Սերոժայի ու Ռիմայի կողմից։ Ում կողմից։ Չէ, դու մի ասում կողմից, не надо сказать։ Ուրեմն, Մեհերի Լիլիթի նշանները, հա։ Սերոժա Ռիմա։ Սերոժա Ռիմա, Ամերիկա։ Սերոժա Ռիմա, Ամերիկա։ Մեհերը ունի քույրիկ եւ եղբայր, ովքեր գտնվում են օվկիանոսից այն կողմ։ Սերոժան եւ Ռիման։ Նրանք որոշել են մհերի նշանադրության առիթով անակնկալ անեն։ Իսկ մենք եկել ենք այդ անակնկալը իրականացնելու, հետեւաբար ունենք հա Լիլիթ Մեհեր, Լիլիթ Մեհեր, Լիլիթ Մեհեր, Լիլիթ Մեհեր, Լիլիթ Մեհեր, Լիլիթ Մեհեր, հա, դե արդեն բանը բանից անցել է բարեկամս, հայ եթե մտնելու ենք։ Արա սահավորը քեզ եք նայում։ Այ, հիմա էլ եկել եմ ստե նայեք, կենթանի ձևով։ Վիդեոյի մեջ տղանք է։ Հա, ես եմ, հեռի։ Ես ճողը է։ Հա, ես եմ։ Ամեր սարդի։ Всё, ասել, հա։ Բայց ինչ անակնկալը ես ուզում եմ նույնիսկ հասկանալ ինչպես է հարստատուի տրամադրությունը։ Որ հաստ հայ չեն, ոնց է տրամադրությունը։ Ես անակնկալ չեմ ասել ես կողմից է, բայց ասել եմ ով է բերի այս անակնկալ։ Առաջարկում եմ բոլորս դիմավորենք այսօրվա մեր երեկոյի ամենագեղեցիկ անակնկալներից մեկը։ Դիմավորենք բարձր ծառայություններով։ Ուր, Պրայսի, Սերհան Մակարյան, Զանգերևան։ Արգանդերս բոլորին երաշտությունը կամած, որովհետև մենք ավելի կարևոր բան ունենք լսելու։ Արևի շողեն Ձունը ուզում ենք լսենք, հա։ Ուրա, շատ լավ է։ Մհեր և Լիլիթ, շնորհավոր ձեր նշանադրության օրը։ Դուք ունեք անակնկալ, ես էլ կամած մոտենում եմ, ձեր մոտ արդեն հարցերը առաջանում, ում կողմից կլինի, հա։ Դու պատկերացնում ես, ում կողմից կլինի անակնկալը, չէ։ Դե Լիլիթին եմ հարցնում, Լիլիթ դու պատկերացնում ես ում կողմից կլինի անակնկալը։ Հələ մոտավոր ասա։ Չի ասում, ոչ մեկն էլ չեն ասում ծափեր տվեք, ես կասեմ հրճում, ես թվում է կասեմ, հա, գարդիկ չեմ պայի, բայց միջ ասելուն ասնելը մհեր, մենք ունենք մի գեղեցիկ պահ իրար հետ կազմակերպելու, տալիս եմ քեզ ծաղիկներ, վերցրու, սպասի, հենց ասեմ այդ վաղկանը բիդես, հա, հենց ասեմ այդ վաղ, Արմեն, ուր ես, արի, հիմա դու գեղեցիկ նվիրի ու գերկի ծափերն էլ տվեք, ինչ պետք է լիո։ Որ դու հիմնես հավեր Իմ սիրտ ապերիտ մեջ Կրկնում եմ, որ սիրում եմ քեզ իմ սեր Գեղեցիկ պահ, որը կազմակերպել եք երկուսով ուրախացել են բոլոր հարազատները, թե Արսիկի, թե Փեսայի։ Եվ մարդիկ կան ուրախացել են, բայց այստեղ ներկա չեն։ Հեռու են, էլի։ Մի քիչ հուշում եմ, չեմ ասում, որ մեկի հարազատի կողմից է, բայց մի բառով ասեմ, երկու բառով, երեք։ Օվկիանոսից այն կողմ։ Արդեն տարբերակներ կան։ Ես կասեի Սերոժն ու Ռիման։ Իրենց օրհնությունն ու ուրախությունն են փոխանցել ձեզ։ Իմ սիրտն ապեր
տափերիդ մեջ կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Միշտ լինեք սիրով գեղեցիկ ընտանիք ունենաք եւ դա ասեմ ձեզ որ շատ հեշտ չի լինում երբեմն տաքանում է այն աստիճան որ պետք է վերցնես ու մի բաժակ խմես տալիս եմ Ես եմ այն կոնյակն որ հենց ջողայնանաք, այդ խմեք թուլանաք, էլի ջոգի։ Բայց իրականում ես տվել եմ, որ առաջնեկի ծնվելուն բացեք։ Հա, Ամերիկայից մեծ սիրով, ձեզ հետ են նրանք, Ռիմա և Սերոժան շատ սիրում են բոլորին, Հարսիկի հարազատներ ձեզ են սիրում, հա, ուրա Հարսիկի կողմն ես։ Իմացեք։ Եվ ես պետք է շեշտեմ, որ մենք բոլորս հպարտենք Սարմենի համար։ Ծափեր Սարմենի համար, բարձր։ Անունդ սրտիս մեջ կպահեմ ես Գերներ, ես պետք է ներողություն խնդրեմ, որովհետև կար ասելու բան, որը հենց սկզբից պետք է շեշտեի։ Այսօրվա մեր Հարսիկը Լիլիթը 44 օրյա պատերազմում զոհված Սարմենի քույրիկն է։ Սարմենը շատ ուժեղ, հզոր ուղի է ունեցել մարտական, պատերազմին իր ավանդն է ներդրել և ցույց տվել իսկական հերոսական մարտեր, ինչի համար մենք շնորհակալ ենք և դա մոռանալու բան չի, դա անպայման պետք է ասվի և շեշտվի միշտ։ Սարմեն, հալալա քեզ, մենք հպարտ ենք, որ դու եղել ես և քո արած գործով միայն մեզ հպարտություն ես տալի և հենց այս նոտայի վրա է, որ պետք է ասեմ, հիմա գնում ենք բանակի քեֆ, գնում ենք անուշ աղբեր ճամփենք բանակ, գնանք Վարդան։